Դարերի ընթացքում մարդու շուրջը գոյանում են հողի շերտեր, որոնցում պահպանվում են անցյալի հետքերը, ամենտեսակ աղ, հագուստի և սննդի մնացորդներ, կոճակներ և այլն։ Հողի մեջ հաճախ գտնում են ոչ միայն հինավուրց առանձին իրեր, այլև անցյալի հարուստ և աշխույժ քաղաքների ավերակներ։ Երեխեք դուք ցնդել եք։ Տեսել եք ժամը քանիսն է, ինչի չեք քնում։ Դու կքներ, որ այսօր մրցումների լինեիր։ Պիտի տրիցեպս պարապեմ, որ կրեմ։ Աննա ջան, բա դու ինչ ես անում։ Դու էլ ուղեղի տրիցեպսն ես պարապում։ Ոչ մեկի, ես այսօր պիտի գնամ կուրսով Արարատյան դաշտավայր պեղումների և պիտի շատ լավ պատրաստ լինեմ։ Բայց դրան ինչ կա պատրաստվելու, Աննա ջան, մի հատ չոտք ու քլունգ վերցնում գնում ես։ Հասկանում ես, Արարատյան դաշտը միջլեռնային տեկտոնական իջվածք է, որի հիմքը կազմում են մետամորֆային ապարներն ու պալեոզոյի կրաքար ավազաքարային շերտախմբերը, իսկ վերին շերտը կազմում են պրոլյուվիալ, ալյուվիալ լճային նստվածքները։ Իսկ դուք գիտեիք, որ մի քանի տարի առաջ պեղումների ժամանակ հայտնաբերվել է քարե չորսույիկ, որի վրա հերթագայողությակների տեսքով պատկերներ էին։ Բարի գիշեր։ Շատ հետաքրքիր է։ Իհարկե, կուզես էլի հետաքրքիր ինֆորմացիաներ ասեմ։ Չէ, ինձ հետաքրքիր այդքանը ոնց ես հիշում։ Դունուր բանակվում են խառը մի քանի հոգով Շատ արբեն են չի ոսում ջները նույն արվով Կյանքը քնություն է թե հանցնես կես սալալա Չմնաս ես տանը լիքվիտ մամայի բալա Դրսում թե տանը մամայի բալա Դատար գրպանը մամայի բալան Սիրը հարվում է մամայի համար Ամուսնանում է մամանա էստան Լիազոտ է սպանը մամայի բալա Մեկ բոլորս էստանը մամայի բալա Հասկացա, ես կարող եմ մեկիս է լողանում։ Հայլի, մեկիս է լողանում, բայց ինչ է գրաֆիկից դուրս լողանում։ Ամենահետաքրքիր պահերը բաց թողեցի։ Բաղնիկը տանուշ Մեգի ջան։ Դե մտնայի չխորտակվես։ Սոկ կխմես Մեգի ջան։ Չէ, լավ է, մերսի։ Բնական առանց շաքար։ Գիտեմ, Աբուլիկ, այդ սոկը ես եմ առել։ Մերսի շատ Մեգի ջան։ Ոչինչ, հեսա որ արդեն ընկերություն անենք, ես քեզ այս սոկից ամեն օր կառնեմ։ Ում փողերով ես առնելու, իմ թե մամայիդ։ Իմ, ես արդեն հասուն տղամարդ եմ, ես կարամ ինձ թույլ տամ իմ ընկերուն մի լիտր առնեմ այս սոկից։ Դու ես հասուն Աբուլիկ, քո տարիքի տղաներ արդեն կայացած, բիզնեսմեն, ամեն ինչի տեր տղաներ են, ոչ թե քո նման մամայի բալա։ Ո՞նց ես տենց ասում, ես էլ իմ սեփական բիզնեսը ունեմ, այս վարձով տան բիզնեսը իմս է։ Աբուլիկ, դու ես տանը նույնիսկ սեփական կարծիք չունես, ուր մնաց սեփական բիզնես։ Ոչինչ, հեսա իմ գործերը կդզվի սեփական բիզնեսս առաջ կգնա, այդ ժամանակ դու ես գալու բաղնիքի պատի անցքից ինձ նայես։ Գորջան, աթենքի վիեննական ես համեղագույն հոտդոգերը քեզ։ Բայց ես հոտդոգ չեմ պատվիրել։ Գիտեմ, սա հյուրասիրություն է, են երկու գեղեցկագույն աղջիկների կողմից։ Մերսի, բայց երևի հրաժարվեմ։ Ես է քեզ եմ հյուրասիրում, կարաս երկուսն էլ ուտես։ Լավ, արագ ուտեմ ու գնամ։ Թե չէ որ ուշանում եմ կանվաթը նկատողություն է անում։ Բարի խոժեք։ Ող, այս ինչ քյութ հոտում։ Հա, իմ հոտդոգից է սկսել։
Ինչ իմացար, որ քո հոտ-դոգից է սկսել։ Ուտելուց ինձանայում։ Ընդհանրապես այս հյուրասիրելը իմ միտքն էր։ Ինչի ես քո ապագա պլաստիկ քիթիկը խոթում իմ ու Գորիս հարաբերությունների մեջ։ Չհասկացա։ Ո՞չ թե քո միտքներ։ Ոչինչ, որ ես եմ առաջինը ասել։ Դե լավ, որ տենց է, ես նոր միտք ունեմ։ Ու քեզ չեմ ասելու։ Մենակ եմ անելու, որովհետև Գորը իմ կինոյի տղան է։ Դե որ տենց է, ես էլ միտք ունեմ։ Ստաշես, ես դեր չաստում միշտ է սենց եղել։ Միշտ։ Ուղղակի ոնց որ դու ես ասում, մալադո ես։ Շուտով կհարմարվես։ Մեգի մի հատ բան հարցնեմ էլի։ Ասենք ես ինչքան հարուստ պիտի լինեմ, որ հետս ռոմանտիկ ռիլեր անես։ Դու այդքան հաստատ չես ձգի, աբո ջան։ Մաքսիմում ստորյան եմ։ Էլի բաց չի։ Գիտես ես ինչ բիզնես իդեաներ ունեմ։ Լավ էլի ապա։ Քո բիզնես իդեաները շատ լավ գիտեմ։ Հարևանից Wi-Fi գողանալը ու մեր վրա հանգով վաճառելը հեչ լավ իդեա չի։ Մի կողմանցի թող նստեմ։ Լավ ինչ եմ անում, որ ուղղակի քեզ եմ նայում էլի։ Նայելը փողով չի։ Որ փողով լեր իմ պարտքերի տակ կճռայ։ Չհասկացա։ Ես քեզ չեն սովորացրել, որ մարդամեջ ես դուրս գալիս, պիտի շոր հագնես։ Տիկին Սվետա։ Նախ տանը շոկ է, հետո էլ շատ նորմալ եմ հագել, ինչն է վատ։ Էլի մամ, շատ ասազում է շորը մեգին։ Ամբողջ օրը միացրած աշխատում ես, հոսանքի փողը հերետ ա տալու։ Տիկին Սվետա, ես հոսանքին միացրած չեմ աշխատում։ Ոյ ապրես Դավիթ ջան։ Ես միշտ էլ քեզ հավանել եմ, գիտես, շատ էկանում երեխա ես։ Չեմ հավատում։ Մենակ իմանաք ով է ինձ գրել։ Ով ա որ։ Հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերն է ինձ գրել։ Կարդում եմ. Սիրելի Մեգի, մենք քեզ շատ ենք հավանել ու հրավիրում ենք Հոլիվուդ նկարահանվելու գեղարվեստական ֆիլմում։ Եթե համաձայն եք, անցեք այս հղումով ու լրացրեք ձեր տվյալները։ Մեկի չլրացնես։ Կարող է զեղծարարներ լինեն։ Անձնական տվյալներդ կլրացնես ու քարտիդ փողերը կտանեն։ Էդ ոնց իմացար։ Դե գոնե նրանից, որ Շոն Բեյքերը հայեր է գրում։ Նովելի, ես էլ մտածում եի անորա երկուս են ուզում նկարեն։ Չէ, միչե Թովմասյան վաչ է։ Հիմա զեղծարարները շատացել են։ Այս մեթոդով նրանք հազարավոր մարդկանցից գումարներ են շորթում։ Ու խոցելի խումբ են համարվում հատկապես տարեցները։ Էդ ինչի ես ինձ նայում այդ տղա։ Էդ ձեզ կարան խափեն է, Սվետային դեռ խափող չի ծնվել։ Ուղղակի Տիկին Սվետա, հասկանում եք, նման կայքեր ստեղծելը շատ պարզ ու շատ հեշտ։ 5 րոպեվա բան է։ Ես էլ կարող եմ սարքել։ Ու ինձ թվում է դուք կիբերնավտանգությունից տենց գլուխ չեք անում։ Աբուլիկ։ Այ տղա, ես որ Viber-ով պարող ու երկող բացիկներ էի ուղարկում, դու այդ ժամանակ սկի մկնիկի հետ անձամբ ծանոթ չէիր։ Երեխեք, միայն իմանաք, թե ինչ եմ գտել։ Ինչ ես գտե կոշկակարի պուտկա։ Ոչ Ալբերտ, այսօր Արարատյան դաշտավայրում պեղումների ժամանակ այս կոշիկն եմ գտել։ Եվ կուրսեցիներս ասացին, որ հնարավոր է սա լինի Աբովյանի կոշիկը։ Պատկերացնում եք, ես գտել եմ Խաչատուր Աբովյանի կոշիկը։ Սա որ հանձնեմ համալսարանում ինձ հաստատ պատվոգիր կտան։
Դատելով Անուշի ջղայնությունից ինձ թվում է դու Անուշի կոշիկն ես գտել։ Տաղջան, որ խնդրեմ մի րոպեով կոմպտ կտաս մի 10 րոպեով։ Կներես, բայց ես հիմա շատ կարևոր կուրսայինի վրա եմ աշխատում։ Մոտ 3, 4, 5, գուցե 6 ժամից կավարտեմ ու այդ ժամանակ կտամ։ 10 րոպեի համար պետք է 6 ժամ սպասեմ։ Լավ է, ես իմ կոմպով կզբաղվեմ։ Այ գծուտ։ Կներես ինձ Ռիփսիմե ջան, ես քեզ ուսախափարեցի։ Երևի ես արժանի չեմ, որ քո նկարը լինի իմ մահճակալի կողքը։ Անուշ կբացատրես հասկանամ ինչ ա եղել։ Չէ, ես ոչ մի բան էլ ձեզ չեմ կարող ասեմ։ Չեմ կարող ասեմ, որ այդ թեթև քաշային սերն ինձ հաղթել է։ Պարտվել ես մրցումը։ Հա, ինչ իմացար։ Հիպսիմեն ասեց։ Շատ տխուր եմ։ Այդ սերն են ովա, որ ինձ հաղթի։ Ես դրա բարձրացրած քաշը մի ձեռով էլ կարամ բարձրացնեմ, բայց չստացվեց։ Մի ձեռքով ես բարձրացրել։ Փորձեցի մի ձեռքով բարձրացնեմ, բայց շտանգեն ընկավ, խայտարակ եղա։ Այդ սերնեի պատճառով վերջին տեղն եմ զբաղեցրել։ Բայց հիմա ինչ պիտի անես Անուշ։ Պիտի լացեմ։ Շատ ճիշտ որոշում է։ Լացը մարդու հոգեֆիզիոլոգիական ռեակցիաներից մեկն է, որի ժամանակ տեղի ունենում թոքերի շնչառական ուժեղ պոմպացիա, որը թույլ է տալիս օրգանները հարստացնել թթվածնով, թուլացնել զգացմունքները, տառապանքը եւ ցավը։ Էս ինչ ա ասում։ Ասում է լացի, որ հանգստանաս Անուշ ջան։ Չէ, ես չեմ կարա ձեր ներկայությամբ լացեմ։ Ինձ մենակ թողեք։ Ոչ մեկ չպետք է իմանա, որ ես թույլ եմ ու լացում եմ։ Անսենս չի լինի։ Պետք է մի բան մտածենք։ Արի գնանք Անուշի համար նվեր գնենք, որ սիրտը շահենք։ Թե չէ հիշում ես անցած անգամ որ պարտվել էր, մի շաբաթ էս լացի ձենից չքնեցինք։ Արի գնանք։ Կարող այս կոշիկը թողենք տանը նոր գնանք։ Չէ, բա որ ինչ-որ մեկը եզից առաջ գտնի, տանի հանձնի համալսարանում ու ինքը իմ պատվոգիրը ստանա։ Լավ, հարի, ժամանակ չկա, գնացինք։ Ալո, բարև ձեզ։ Ես ես կոֆեի ապարատի համար եմ զանգել։ Հա, ուզում եմ գնեմ։ Հա, մի հատ հարց տամ, էլի։ Կասեք ինչքան ժամանակ է պետք, որ արդեն սենց լավ փող աշխատեմ, էլի, որ մեկին ինձ հավանի։ Իսկ գինի ինչքան, հա։ Ինչքան։ $2000։ Լավ չեք, $2000 ունենա, ենա մեկիս ես կհավաներ, էլի։ Հաջողություն ձեզ, հա։ $2000։ Այդ ինչ թիվ են կրակում։ Ես այդ նույն ապարատից 2000 դրամով կսարքեմ։ Ապո դու մոզկ ես։ Ստարշես, որ խախանդվի, աֆիցերներից մարդ չլինի, քո ձևերով մի հատ կարտոշկի ժարից սարքի։ Մարդ կուղարկեմ կբերի մեր կապծորկը։ Գորջան, կներես ուղղակի մեր բուֆետում կարտոշկի ժարը չենք տալիս։ Սոխով։ Ճիշտ է այդպես։
գնային կինոնա։ Ես եմ առաջինը մտածել։ Ուրեմն իզուր եմ գնացել գրադարանես գրքերի համար։ Մի հատ գնաս տեղից, մի խանգարի ինձ։ Գորջան, կրկնենք։ Էլեն, ուր ես, ինչ ես ուշանում աշխատանքից։ Էրիկ, ոչ մի բան մի ասա, կարևոր խոսալու բան եմ։ Հəլեն սոկոտու։ Եկել եմ ասեմ, որ դուրս եմ գալիս աշխատանքից։ Ո՞ց։ Տենց, ավելի բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ եմ ստացել, նենց որ ես գնացի։ Բայց այս ո՞նց կլինի։ Իմ համար լավ, քո համար չգիտեմ, ես գնում եմ։ Հաճախորդ ունես սպասարկի, հա։ Ինչ կցանկանաք։ Էլենի խմած սյութը։ Շատ լավ, որ համից եք ուզում։ Որից որ Էլենն է խմել։ Ինձ էլ։ Մենակ ես համից ա խմել։ Վերցրեք կումկում անելով խմեք։ Առավոտից ձենը գլուխն է գցել։ Մի պուլտերներ սրա զռոցն էլ իջացնեի։ Ճնշումս բարձրացավ։ Ալո։ Բարև ձեզ, ձեր բանկից եմ զանգահարում։ Բանկից զանգահարում եք, ինչ անեք, ես ոչ մի օր իմ մուծումները չեմ ուշացնում։ Ես բանկի անվտանգության աշխատակիցն եմ, Նորա իր անունս։ Ձեր հաշիվներում նկատել ենք կասկածելի շարժ։ Անվտանգության նկատառումներից ելնելով պետք է մի քանի գործողություն անեք, որպեսզի ձեր գումարները չտանեն։ Ոնց թե փողերս ուզում են տանեն։ Տանողը լավ առիթով չծախսի։ Խնդիր չկա։ Մենք հիմա արագ ամեն ինչ կանենք։ Ես ձեզ լինք եմ ուղարկել։ Խնդրում եմ բացեք ու լրացրեք տվյալները։ Հա տղա ջան, մի րոպե։ Ահա, բացեցի տղա ջան, բայց զա հռումար։ Քո հետ չեմ, տղա ջան, դու շարունակի։ Շատ լավ։ Ահա, լրացնում եմ։ Ահա, Սվետլանա։ Ես տեսնում եմ ձեր քարտի առաջին 4 եւ վերջին 4 թվերը։ Խնդրում եմ ասեք ինձ մեջտեղի բաց թողնված թվերը։ Հեսա ասեմ տղա ջան, հեսա մի րոպե։ 1 2 9 8։ Շատ լավ, շնորհակալություն։ Հիմա ձեր հեռախոսին SMS հաղորդագրություն է գալու բանկի կողմից։ Խնդրում եմ դա էլ տրամադրեք։ Գրի տղա ջան, 15 4 3 8։ Շնորհակալություն։ Ձեր հաշիվները հիմա անվտանգ են։ Խնդրում եմ զանգի ավարտից հետո 1-ից 10 բալային համակարգով գնահատեք իմ աշխատանքը։ Ոյ, օպրես տղա ջան, ես քո աշխատանքը 100 եմ գնահատում, 100։ Ուֆ։ Here։ Թե երկաշվից 800,000 դրամ։ Բայց ինչ ասեմ։ Այ ես քո։ Սես, ոնց խուլիգան արել է։ Ես ֆեյքն Այ փոքրիկ խարդախ, այդ մտածում էի Սվետային կարաս տենց հեշտ ու հանգիստ խափես, հա։ Բայց ես ինչ եմ արել, տիկին Սվետա։ Իբր չգիտես էլի։ Քարտիցս 800,000 դրամ ես տարել։ Բայց ես ոչ մի գումար չեմ վերցրել, տիկին Սվետա։ Լսրեմ նայե, որ կանգնել ու խափում է։ Պարզ երևում է, որ դու ես տարել։ Վախից էլ քրտնել ես։ Չէ, ես ուղղակի հիպերհիպդրոզ ունեմ, որ Ես եմ քո պատճառով ճնշում։ Ուրեմն լսի այս սրիկա, ինչ ես անում, դուրս ես գալիս տնից ու վերադառնում ես 810,000 դրամով։ Բայց դուք ասացիք 800։ Բա ճնշմանս դեղերի փողերը։ Պիտի դեղեր առնեմ, չէ։ Այս սրանով ես չէ՞ այդ խարդախություններն անում։ Այն որ ասում էիր առավոտը կոդ պիտի գրեմ, քարտից կարան փող տանեմ։ Չէ, ես դա զուտ որպես օրինակ եմ բերել։ Ինձ օրինակ բերել պետք չի։ Հենց հիմա տնից դուրս ես գալիս ու վերադառնում ես 800,000 դրամով, հասկացար։ 810։ Ապրես։ Մինչև փողերը չբերես, ես կոմպոտ չես տեսնի։ Դուրս արի։ Շուտ արա։ Խնդրեմ ձեր սառը թեյը։ Շնորհակալություն Էլեն ջան, բայց ով ինչ ես անում։ Աշխատում եմ։
Սարը տեյը վերջացավ, արագացրեք, վճարում է դուք, պատրաստում է Էլենը։ Ինչ ես անում գույքը։ Կոպեկս կուլ տվեց, Սարը թեյս էլ չի տալի։ Հա, համբերի կտա, ռոբոտ չի, մարդ արա։ Էլեն չոջան ոնց են գործերը։ Շատ լավ, շեֆ ջան։ Ուղղակի մենակով չեմ հասցնում, էլի մարդ պետք է ընդունենք աշխատանքի։ Հա, էդի չենք կարա, ստե տեղ չի անի։ Շատ լավ է, մի ժամում մի կիլո կոպեկ է հավաքվել։ Դզեց։ Գնամ էլի գործեր ունեմ։ Շեֆ ջան, լուրջ եք չէ ասում, որ 4 միլիոն աշխատավարձ եմ ստանալու ամիսը։ Դե, հա, ես հաշվարկ եմ արել, որ ամեն կոպեկը մի 20 գրամ է, եթե սաղ ես յաշճիկը լծվի, մի 10 միլիոն կդզվի, էլի, որից 4-ը քոնն է, Էլեն Չոջան։ Բայց պետք է կանխիկ տամ, էլի շրջարկը բանը շատ են դավադի տամ։ Հա, ոչինչ։ Կներես ինձ, հիշում եմ ոնց էր ինձ հայացքով նայում ու ասում, որ ես կարող եմ, բայց պաստորեն ես կարող չեմ։ Մի րոպե հանգստացի։ Տես, մենք քո համար նվեր ունենք։ Շատ կուրախանաս։ Ես մենակ կուրախանայի, եթե դուք գնայիք այդ սերինեին աղթեիք։ Չէ, Անուշ, էս քո ուզած հեռախոսն է։ Մոբայլ ցենտրից ենք առել։ Samsung Galaxy S26, այս նույն հեռախոսից հենց ռիպսիմեն ունի։ Օպրեք շատ։ Միայն դա չի Անուշ, նաև սպորտային համազգեստ ենք վերցրել։ Երջանկության արցունքներ են։ Չէ, Աննա։ Դժվար երջանկության արցունքները սենց դաժան լինեն։ Անուշ, ինչի ես լացում։ Այս են նույն մարզահակուստից ավարով սերինեն ինձ աղթել է։ Վերջ, որոշել եմ, ավարտում եմ կարիերաս, գնացեք մուրճը մեղ բերեք։ Անուշ ջան, պետք չի քեզ վնասել։ Գնացեք, ես պիտի մարզակոշիկներս կախեմ պատից։ Մի միտք ունեմ։ Այս իրավիճակում Անուշին մենակ Ռիփսիմե Խորշուդյանը կօգնի։ Արի, Չէ, կներես չեմ կարող քեզ հետ գալ։ Ես պիտի գնամ համալսարան ու հանձնեմ Խաչատուր Աբովյանի կոշիկը, որ վերջապես իմ պատվոգիրը տան։ հա, ավելի լավ է տար այդ կոշիկը հանձնի, թե չէ ամբողջ քաղաքում այդ կոշիկով ինձ խայտարակ արեցիր։ Հա, շեֆ ջան։ Լսի, ես չեմ հասկանում, դու դե մենեջեր ես, թե սուրճի հատիկ։ Դե եթե դրանից պրեմիա կստանամ, հարց չկա, սուրճի հատիկ։ Արա ինչ պրեմիա։ Ինչի՞ ես թողել, որ Էլենը դուրս գա աշխատանքից։ Հա, բայց շեֆ ջան, ես ինչ անեմ։ Պետք է թույլ չտայր։ Դու գոնե գիտես, որ Էլենը բարձրացել է երկրորդ հարկ ու սուրճ ու թեյ է վաճառում։ Եթե 5 րոպեից Էլենը հաճախորդներով հանդերձ մեր բուֆետում չեղավ, աշխատավարձը պահելու եմ։ Շեֆ ջան, հեսա մի բան կանեմ։ Մենակ թե խնդրում եմ աշխատավարձիցս ոչ մի կոպեկ չպակասի։ Լավ։ Ժորիցիա։ Հա։ Ով ինչ կա։ Հա, Սվետը սո բան չի պատահի։ Ժորիցիա։ Հա։ Դու գոնե գիտես, որ համասանի երկրորդ հարկում ապօրինի կրպակ են տեղադրել։ Ոնց թե։ Պետք է զանգել քաղաքապետարան, թող գան բուլդոզերով քանդեն։ Ժորիցիա, լավ էլի ինչ քաղաքապետարան, ինչ բուլդոզեր։ Իրանք կարող է քեզանից լավ քանդեն։ Մի հատ քո ձևերով ես հարցը լուծի։ Ուղղակի չեմ ուզում էլի համասանի ղեկավարությունը իմանա սրա մասին։ Գիտես ինձ։ Ճիշտ ես ասում։ Սպասի, ես այս չափուչը վերցնեմ, գնամ իմ ձեռքով էլ քանդեմ։
Ինձ մի քիչ ժամանակ տվեք, անպայման կբերեմ բանը, թեքյատները իմ մոտ չեն անցնում։ Փողս բերել ես։ Հա, տիկին Սվետա։ 810,000 դրամ։ Բայց մի քիչ թրջվել է։ Ապրես։ Փաստորեն արդար խարդախ ես։ Ու լավ էլ վախկոտ։ Իրականում ես ձեզնից գումար չեմ գողացել։ Ընդհակառակը ես հատուկ ծրագրի միջոցով պարզել եմ, թե որտեղ են գտնվում զեղծարարները։ Դիմել են ոստիկանություն, նրանք գտել են ու վերադարձրել են գումարը։ Իսկ 10,000-ը ես իմ գրպանից եմ ավելացրել։ Լավ, ապրես։ Ազատ ես վերցրու։ Մամջան, ես քո հետ երկու հատ կարևոր խոսալու բան ունեմ։ Ոչ մի չիպս, Աբուլիկ։ Ուրեմն մի հատ։ Մամ, ես ուզում եմ առանձին ապրեմ։ Ինչի համար այդ տղա։ Բահերը տիզուր այս հսկա պալատները թողել ռադը քաշել գնացել։ Մամջան, դե իմ հասակակից տղերքը բոլորը առանձին են ապրում։ Ես էլ եմ ուզում տենց անեմ, հետո կամուսնանամ, ասենք, մեկ բանի Աննայի հետ։ Աբուլիկ տղա, դու ինքնուրույն անգամ քո կոշիկի կապերը չես կարողանում կապել, ուր մնաց առանձին ապրես։ Դե կսովորեմ, մամ։ Համ էլ ես արդեն իմ սեփական բիզնես ունեմ, մամ ջան։ Ես արդեն կարամ ինձ թույլ տամ առանձին ապրեմ։ Ու ինչքան ես աշխատում։ Մինիմում մի 600,000 դրամ։ Հարց չկա, Աբուլիկ։ Ես այդ 600,000-ը տալիս եմ, որ դու գնաս առանձին ապրես։ Ապրես, մամ ջան։ Դու աշխարհի ամենալավ մաման ես, որ ես տեսել եմ։ Լավ։ Պատկերացնենք այդ 600,000-ը տվել եմ Աբուլիկ ու դու առանձին ես ապրում։ Ջան, արդեն պատկերացրեցի, մամ։ Մեկ Աննայիս հետ։ Կենտրոնում տուն վարձելու համար 250,000 պետքա վճարես, ճիշտ է։ Ես այդ Չարբախում կապրեմ 150,000-ով։ Տակը մնաց 450,000 դրամ։ Մի 50,000 դրամ էլ տրանսպորտի ու տաքսու վրա կծախսես, ճիշտ է։ Ես էլ սամակատով կգնամ գործի։ Կասկի փող, Աբուլիկ, կասկի փող։ Մի 100,000 էլ կոմունալ կվճարես, ճիշտ է։ Ահա, մի 100,000 էլ շորու կոշիկի վրա կծախսես, ճիշտ է։ Ես ստիլնի եմ ուզում հագնվեմ։ Տակը մնաց 150,000 դրամ։ Բոմբա, մամ ջան, 150,000 մաքուր ինձ ամնում։ Պետք է ամուսնանաս, չէ, Աբուլիկ, կին պետք է ունենաս։ Հա, ոնց, մամ ջան, պիտի ամուսնանամ մեկ Աննայիս հետ ու երջանիկ ապրենք։ Դե մի այսքան էլ գալու ես ինձնից պարտ քանես, Աբուլիկ, որ կնոջդ ծախսերը հոգաս։ Դե հիմա գնա, Աբուլիկ տղա, ու առանձին ապրի։ Գնա։ Մարդը մենակ ուզում ապրի։ Մամ ջան, կներես։ Մամ ջան, կներես էլի։ Ես չեմ ուզում մենակ ապրեմ, մամ ջան, կներես։ Գոնե չի։ Ոչ մի չիպս, Աբուլիկ։ Պապ ջան, մերսի, որ գումար ուղարկեցիր։ Տիկին Սվետան ոչ մի բան չկասկածեց։ Խնդիր չկա տղես, այդ հարցով զբաղվում են, հաստատ կգտնեն դրանց։ Դու ոչ մեկին չես ասել, չէ, թե ում տղան ես։ Չէ, պապ ջան, ոնց, ոչ մեկի։ Լավ, բայց ես հիմա իջնեմ ներքև, որ չկասկածեն, էլի։ Լավ։ Այդքան օգտակար չեն, ինչքան խնձոր։ Երկաթ, ցելսիում, Մեգի, Անուշին ինչ ա եղել, ոնց որ ուչեպն չարմանավով մալադո լինի։ Մրցումներում պարտվել է ու շատ ծանր է տանում։ Ուզում է կարիերան ավարտի։
բայց կարիերան չսկսած ավարտելը ինձ թվում է ծանր չի։ Երեխեք, դուք Անուշին լավ չեք ճանաչում, սենց մի շաբաթ կարա լացի։ Ես Ռիփսիմե Խուրշուդյանին եմ հանդիպելու, խնդրել եմ, որ գա Անուշին ոգևորի։ Մենակ ինքը կարա այս վիճակից իրան հանի։ Հայելի շուտ գա Անուշին հեռուստացույցի դիմացից հանի։ Ժամը 9-ին լուրեր նայելու ժամն է։ Աննա, արդեն կարանք շնորհավորենք պատվոգրի առիթով։ Ցավակցեք։ Ես խայտարակ եմ եղել։ Պեղումների ժամանակ գտած կոշիկը պարզվում է Խաչատուր Աբովյանի կոշիկը չի։ Այլ մեր դասախոս ընկեր Աբովյանի կոշիկն է։ Կուրսեցիներս չար կատակ են խաղացել ու ես դրա համար նկատողություն եմ ստացել։ Բայց չի կարելի չէ տենց կատակներ անել։ Ես վաղը կգնամ ու իրանց հետ կխոսամ, որ էլ տենց կատակներ կյանքում չանեն։ Ձեր կուրսում մենակ աղջիկներ են, չէ։ Հիմնականում տղաներ։ Հա։ Լավ, դե դեպքում Գորին կասեմ, ինքը կգնա կխոսի, որ էլ չանեն։ Մեկ, ես քո ասացի մասին մտածել եմ ու հասկացել եմ, որ մենակ ապրելը այդքան էլ լավ բան չի։ Իսկ մենակ ես հասկացել Աբո ջան, թե մամա տա հասկացրել։ Մենակ, ես հասուն տղամարդ եմ։ Հիմա քեզ օրինակով բացատրեմ, որ հասկանաս։ Ենթադրենք, ասենք, խոսքի դու վարձով ես ապրում, ու ասենք օրինակիս համար ստանում ես մի 20,000 դրամ աշխատավարձ։ Տանվարձ պտի մուծես, չէ, կեսը գնաց։ Աբո ջան, ես պատրաստվում եմ այնպիսի տղայի հետ ամուսնանամ, որ վարձով ապրելու կարիք չլինի։ Տրանսպորտի վրա պտի ծախսես, կեսը գնաց։ Աբո ջան, ես ունենալու եմ իմ սեփական մեքենան ու բենզինի ծախսը ամուսինս է հոգալու։ Հա, բայց շորի ու հացի վրա էլ փող չես ծախսելու։ Ոչ, ամուսինս կհոգա իմ բոլոր ծախսերը, իսկ ես իմ աշխատած գումարով ժամանակ կանցկացնեմ ընկերուհիներիս հետ սրճարաններում։ Հələ մի րոպե։ Մամ! Մամ! Անուշ, դուրը կբացես։ Ինձ դուրը չի հետաքրքրում։ Ինքներդ էլ բացեք։ Ես կբացեմ, Աննա։ Պետք չի, որ դու բացես։ Սա Անուշի անակնկալն է։ Ռիփսիմեն ա եկել։ Թող ինքը բացի, որ ուրախանա։ Մի րոպե լավ, ես կհամոզեմ։ Անուշ մի հատ գնա դուրը բացի։ Խնդրում եմ։ Լավ չես դավո։ Քեզ պետք է ինքդ էլ բացի։ Անուշ ջան, գնա բացի դուրը։ Հաստատ այն աղջիկն է եկել, որ քեզ հաղթել է։ Եկել է ներողություն խնդրի։ Հաստատ ինքն է։ Հեսա բացեմ, տես դրան ինչ եմ անում։ Անուշ, մի հատ բացի, նայ, համոզվի, որ ինքնա նոր խփի, մի անգամից չխփես։ Ռիփսիմեն ա եկել։ Բարև Անուշ ջան։ Բարև։ Ռիփսիմե ջան, ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ համաձայնվեցիք գալ ու Անուշին օգնել։ Խնդիր չկա երեխեք ջան, ես միշտ պատրաստ եմ օգնելու իմ երկրպագուներին, ուղղակի այս դեպքում մի քիչ լավ չստացվեց։ Ռիփսիմե ջան, որ խնդրեմ մի հատ մուսկուլ կանեք։ Ինչի համար։ Դե տենանք իմ մուսկուլն ավելի ուժեղ, թե ձերը։ Լավ էլի աբո։ Ոնց կարաս քո մուսկուլը համեմատես մեր չեմպիոնի մուսկուլի հետ։ Քո մուսկուլը ոնց որ բրիսակ չտված մալադո լինի։ Իսկ Ռիփսիմեինը սպորտ վաշտում ծառայած դեմբել։ Ռիփսիմե ջան, որ խնդրեմ վաղը կգաք հետս գնանք Աննայից կուրս։ Խնդիր չկա, բայց ինչի համար։ Ճիշտն ասած, իրանց կուրսի տղաների հետ պիտի բացատրական աշխատանքներ տանեմ։ Կասկածում եմ, որ մենակ իմացելով հասկանան։ Դավիթ ջան, կարիքը չկա, Ռիփսիմեն հաստատ շատ զբաղված է։
Լավ երեխեք ջան, ես արդեն գնամ, ոնց հասկանում եմ Անուշը դեռ երկար ուշքի չի գալու, իմ կողմից ջերմ կբարևեք ու կասեք, որ չի հաստափվի։ Ես դες կճանապարհեմ, մերսի շատ։ Անուշ ջան, ոնց եղար ախպեր։ Վատ։ Դաժան երազ եմ տեսել։ Երազից Ռիփսիմե Խուշուջանն էր եկել մեր տուն, ես էլ ուրախությունից ուշաթափվել էի։ Հեռախոսս եմ մոռացել։ Ռիփսիմե։ Ժորիկ, ես ինչ ա տեսքը, տելի ֆազունոլը խառնել ես իրար, հոսանքը խփել, հա։ Չէ, ես դրան սովոր եմ, չեմ վատանում։ Ավելի վատ բան ա եղել։ Այդ խարդախները զանգեցին ու քարտից վրայի սաղ փողերը տարան։ Դավիթ! Ազնիվ խոսք ես անգամ էլի ես չեմ եղել։